Ով իրազեկված է, նա պաշտպանված է։ Ուրախ եմ, որ դարձյալ հնարավորություն ունեմ ձեզ ներկայացնելու արտակարգ ալիքի հիմնական այս ուղերձը։ Տավուշ մեդիայի գլխավոր առաքելությունը հեռուստադիտողին հետաքրքիր զրուցակից եւ հուսալի աջակից լինելն է։ Ով իրազեկված է, նա պաշտպանված է ազդակոչով։ Տավուշ մեդիայի հիմնադիր Նիկոլայ Գրիգորյանի հեղինակային ճանաչված արտակարգ ալիք հաղորդաշարը մոտ 3 տասնամյակ իր վրա է վերցրել այդ առաքելության պատասխանատվությունը ու եթերամուտից սկսած Տավուշ հեռուստաընկերությունն ունեցավ իր արտակարգ ալիքը։ Երևան-Իջևան ճանապարհի 69-րդ կիլոմետրի Հաղարծին գյուղի հատվածում սողանքը 3 կրկին շարժվեց։ Ինչպես խուսափել ու պաշտպանվել տարաբնույթ վտանգներից ու ռիսկերից՝ բնական, տեխնացին, համաճարակային, բնապահպանական, ահաբեկչական, քաղաքապաշտպանական։ Ինչ է նշանակում լինել իրազեկ, պատրաստված ու դիմակայուն, ինչպես օգնություն ցուցաբերել, ինչպես ձևավորել սեփական ու հանրային անվտանգության մշակույթը։ Ստացված տվյալներով Ոսկեպար գյուղում կան զոհեր եւ վիրավորներ։ Արտակարգ ալիքի արդիականությունը չկորցրած ֆիլմերը, չհնացող ու վերհիշելի հաղորդումները, տեսահոլովակները, որոնք մեծ արձագանք են գտել աշխարհի շատ երկրներում, այսօր ու միշտ ուրույն տեղ ունեն մեր եթերում ու սոցիալական հարթակներում։ Արտակարգ ալիքի արդիականությունը չկորցրած ֆիլմերը, չհնացող ու վերհիշելի հաղորդումները, տեսահոլովակները, որոնք մեծ արձագանք են գտել աշխարհի շատ երկրներում, այսօր ու միշտ ուրույն տեղ ունեն մեր եթերում ու սոցիալական հարթակներում։ Հետևեք մեզ, ու դուք կլինեք իրազեկված, հետևաբար նաև պաշտպանված։ Մինչ նոր հանդիպում։